Սևանցի Հուսիկ Բադալյանի ջանքերով եւ հովանավորությամբ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին ոչ միայն ճարտարապետական կոթող է, այլ հոգեվոր եւ ազգային ինքնության կենթանի վկայություն։ Սևանի 5 գերեզմանոցի հարևանությամբ Սուրբ Հարություն եկեղեցին գործում է միայն ննջեցյալների համար հոգեհանգստյան արարողակարգերն անվարձահատույց հիմունքներով կատարելու համար։ Շուրջ 10 տարի կառուցվող Սուրբ Հարություն եկեղեցին մտահղացել եւ 2013-2022 թվականներին կառուցել է սևանցի գործարար Հուսիկ Բադալյանը։ Սևանի Սուրբ Հարություն եկեղեցում ստեղծված են անհրաժեշտ բոլոր հարմարությունները հանգուցյալի հոգեհանգիստը պատշաճ կազմակերպելու համար։ Եկեղեցին քարեղեն աղոթք է, վեր խոյացած դեպի երկինք եւ միաժամանակ արմատներով ամուր կապված հայրենի հողին։ Եկեղեցու շրջակայքում կանգնած ուշաքար կոթողները կարծես բացված մատյան լինեն, փորագրված ոչ թե թղթի, այլ քարի վրա։ Դրանց վրա պատկերված ու քանդակված են հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների մեծերի անունները՝ մտավորականներ, զորավարներ, մշակույթի գործիչներ, հոգևոր առաջնորդներ, կաթողիկոսներ, որոնց ծառայությունը դարերի խորքից մեզ է փոխանցել հավատքի լույսն ու ազգային ոգու կայծը։ Յուրաքանչյուր անուն մի դարաշրջան է, յուրաքանչյուր պատկեր մի գաղափար, որ ձևավորել է մեր ինքնությունը։ Այստեղ քարի մեջ հավերժացված են նաև հայրենիքի համար տարբեր ժամանակներում իրենց կյանքը զոհած հերոսների անունները։ Նրանք այն սերունդներն են, որոնք պատմության ամենաբարդ ու մռայլ պահերին կանգնել են հայրենիքի սահմանին, իրենց անձը դնելով ազգի փրկության զոհասեղանին։ Նրանց հիշատակը այս սրբավայրում դառնում է ոչ միայն հարգանքի, այլև պարտքի զգացում։ Երբ այցելուն քայլում է այդ հուշաքարերի կողքով, նա զգում է, որ կանգնած է ոչ թե պարզապես արձանների առաջ, այլ մի ամբողջ ժողովրդի անցած ճանապարհի, նրա ցավերի ու հաղթանակների, կորուստների ու վերածնունդների առջև։ Սևանցի Հուսիկ Բադալյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2010 թվականից սկսած իրականացվեց կարևոր հոգևոր ծրագիր։ Այդ նախաձեռնության շնորհիվ տարիների ընթացքում մկրտվեցին շուրջ 4200 դպրոցահասակ երեխաներ։ Ծրագիրը մեծ դեր ունեցավ երեխաների հոգևոր դաստիարակության եւ եկեղեցու հետ նրանց կապի ամրապնդման գործում։ Հուսիկ Բադալյանի հովանավորությամբ եկեղեցու հարևանությամբ կառուցված այս յուրահատուկ ձեռքերով աշտարակը ոչ միայն քանդակագործական լուծում է, այլև խորապես խորհրդանշական պատգամ ուղղված ողջ հայ ժողովրդին։ Աշտարակի գագաթին բարձրացող 4 ձեռքերը դեպի երկինք պարզված անմար կրակը մարմնավորում են աղոթք, հույս եւ հավատ։ Դրանք միաժամանակ եւ մարդկային աղերս են առ Աստված եւ ուխտ երբեք չկորցնելու մեր ազգային ոգին։ Քանդակը կարծես լուռ, բայց հզոր ձայնով ասում է. թող հայ ազգը երբեք չպառակտվի, թող միասնականությունը լինի մեր ամենամեծ ուժը։ 4 ձեռքերը խորհրդանշում են աշխարհի 4 կողմերում սփռված հայ ազգի զավակներին, որոնք անկախ աշխարհագրական հեռավորությունից միավորվում են նույն աղոթքի մեջ՝ հանուն հայրենիքի, խաղաղ ու ապահով ապագայի։ Ձեռքերը հառնված են դեպի երկինք, սակայն նրանց արմատները հենված են հողին։ Այս կերպ ընդգծվում է կապը երկնքի եւ երկրի, հոգեվորի եւ իրական կյանքի միջև։ Աշտարակը վեր է խոյանում որպես հավատքի սյուն, որպես հիշեցում, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում աղոթքն ու միասնականությունը կարող են դառնալ մեր փրկության ճանապարհը։ Այս ձեռքերով աշտարակը կոչված է դառնալու ոչ միայն ճարտարապետական կառույց, այլև հոգևոր կենտրոն, խորհրդանշելով խաղաղության ձգտումը։ Թող այն մշտապես հիշեցնի, որ պատերազմը չի կարող լինել ժողովրդի ցանկությունը, եւ որ մեր ամենամեծ հաղթանակը խաղաղ ապրելն է։ Թող այս կառույցը դառնա հայերի համար աղոթք, ուղղված առ Աստված, որ պատերազմ չլինի, որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, որ հայրենի հողում տիրի համերաշխություն ու սեր։ Մեր պատմության դժվար ճանապարհը մեզ մեկ ճշմարտություն է սովորեցրել. անցյալը մոռացող ժողովուրդը ապագա չունի։ Մենք պարտավոր ենք հիշել պատմության դասերը, ճանաչել մեր թշնամիներին եւ գնահատել այն պետություններին, որոնք ծանր պահերին կանգնել են մեր կողքին, որպես իսկական բարեկամներ ու դաշնակիցներ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ հայրենի տնտեսության աշխատանքային բոլոր ոլորտներում ունենանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքով ու նվիրումով կզորացնեն մեր պետությունն ու կկերտեն նրա ապագան։ Սևանցի Հուսիկ Բադալյանի մեծ ցանկությունն է, որ այս ձեռքերով աշտարակը
դառնա խաղաղության խորհրդանիշ, հավատքի եւ միասնության մարմնավորում, եւ ամեն անգամ, երբ հայ մարդը նայի դեպի երկինք պարզված ձեռքերին, իր սրտում կրկնի նույն աղոթքը. թող հայ ազգը ապրի խաղաղ, արժանապատիվ եւ միասնական։